44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով ազգային ժողովի կանոնակարգին։ Ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Կրկնում եմ, գոյություն ունի կանոնակարգ օրենք, որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ կանոնակարգից, Սիմոնյանը պատասխանել է՝ գիտի մեկնաբանության խնդիր է, ինքն այլ կերպ է փորձում մեկնաբանել։ Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, զեկույցը միանշանակ հրապարակվելու է, սակայն հայտնի չէ, թե ինչ ձևաչափով։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող են փակ ձևաչափով լսումներ անցկացվել, կամ ընդդիմադիր եւ իշխանական падգամավորները գնան գաղտնի բաժին ու ծանոթանան զեկույցին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում։ Անդրանիկ Քոչարյանը ուղիղ չի պատասխանել հարցին, թե գուցե հենց Սիմոնյանն է դիմադրում, որ զեկույցը լիագումարի օրակարգ չմտնի, հետո անուղղակիորեն հաստատել է։ Օրենքը հստակ կարգավորում է շարադրված, եւ ազգային ժողովի նախագահը պետքա որոշի մեկամսյա ժամկետում, ամսի 3-ից հետո իհարկե չկա խորհրդի նիստ, բայց առաջին իսկ խորհրդի նիստում պետքա որոշում կայացվի, եթե որոշում չկայացվի, ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ։ Զեկույցի համար նախատեսված ժամկետն ավարտվել է, ավելի քան 2.5 տարի է անցել։ Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները հավերժ չեն տրվում, հայտարարել է Սիմոնյանը, միաժամանակ չհաստատելով, որ Քոչարյանը խախտել է հանձնաժողովի աշխատանքային ժամերը, ուղղակի գործը մասշտաբային է, ընդգծել է ազգային ժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է, զեկույցը պատրաստ է եւ չի կարող ժամկետն անցամարվել։ Ժամկետանց կարա լինի 26 թվականի, եթե ընտրություններից հետո արդեն այլ պարլամենտ կգա եւ ես զեկույցը ներկայացրած չլինեմ, բայց հիմա փառքաստու զեկույցը ներկայացված է եւ սպասում եմ այն որոշմանը, որը հնարավորություն կտա լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաեւ Հանձնաժողովի նախագահը հերքել է կասկածները, թե կառավարող ուժը զգուշանում է զեկույցում առկա փաստերի հրապարակումից։ Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։